Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, Մարզային շրջայցերի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ հարցեր են ուղղում, մասնավորապես պետական աջակցության ծրագրերից հնարավորություն չունենալով օգտվել եւ խնդրում են, որ դա ավելի հասանելի լինի եւ թիրախային լինի։ Ցանկանում եմ, որ կառավարությունը համապատասխան գերատեսչության ղեկավարը պատասխանի, թե մենք ինչքան աջակցության ծրագրեր ենք իրականացրել այս 5 տարվա ընթացքում 21-26 թվականներին, ինչ արդյունքներ ենք արձանագրել, արդյոք գույքագրել ենք մեր ներդրումը եւ ստացված արդյունքները, որովհետեւ հսկայածավալ գործ է արվել, բայց համակարգային ներկայացնել առնվազն ես չեմ տեսնում, որ մենք համակարգված ներկայացնենք, որ այս ոլորտում, օրինակ ջերմոցների կառուցման կամ խելացի անասնագոմերի կամ տոմային անասնապահության կամ ինտենսիվ այգեգործության այսքան ներդրում է արվել, այսքան արի ունենք, այսքան արդյունք ունենք, այսքան ներդրման արդյունքում այսքան հավելյալ արժեք ենք գեներացրել, որպեսզի նաև մեր քաղաքացիներին ներկայացնենք, որ միգուցե կան քաղաքացիներ, որոնք չեն կարողացել, չեն հասարակական չի եղել կամ իրազեկված չեն եղել, բայց այդ ծրագրերը կան, գործում են եւ մասնավորապես վերջում գյուղատնտեսական անտոկոս վարկերի հետ կապված 16 միլիոնների հետ կապված հարցերը նորից բազմաթիվ են եւ հասարակականություն են պահանջում։ Ես տարբերակներ մի քանի ունեմ առաջարկություն կանեմ, բայց խնդրում եմ նաեւ կառավարությունը այդ մոտեցումը ներկայացնի մեզ հանրությանը, թե մենք ինչ ենք արել, ինչ արդյունք ենք ստացել եւ շարունակելու ենք որ ուղղություններով աջակցությունը ավելացնել եւ որ ուղղություններով այլևս անհրաժեշտություն չկա աջակցություն տրամադրել։ Շնորհակալություն։ Հարցին պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, բայց վախենամ համապատրաստից դենց թիվ հնարավոր չի ներկայացնել։ Ես կարծում եմ տրամաբանական կլինի, որ մենք ամփոփենք ըստ նախարարությունների եւ առաջիկայում գուցե կառավարության զեկույցը ներկայացնելու շրջանակներում մի թվով ներկայացնենք։ Ես կարող եմ ասել, օրինակ, քանի որ վերջերս հանդիպում էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ, 2023 թվականից մինչև 25 թվականի վերջը 145 միլիարդ դրամի տարբեր աջակցության ծրագրեր են իրականացրել։ Հաջորդը մենք 2025 թվականի բյուջեով, եթե չեմ սխալվում, 70 միլիարդ վերադարձրել ենք միայն հիպոթեկային վարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի տեսքով 70 միլիարդ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր ըստ էության շատ քիչ ձեռնարկություն կա, որ տնտեսության արդիականացման ծրագրից չի օգտվել։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ նոր տեխնիկաներ ձեռք բերելու համար, ասենք դա երևում է փողոցներ, ախր մենք հիշում ենք մեր բանում, ասենք 2018 թվականին Հայաստանի փողոցներում ինչ ինքնաթափ մեքենաներ էին, խոսքը սամասվալի մասին է, հիմա ինչ մեքենաներ են, ինչ բեռնատարներ էին այն ժամանակ, հիմա ինչ բեռնատարներ են, ինչ էքսկավատորներ էին այն ժամանակ, հիմա ինչ էքսկավատորներ են, ինչ ավտոբուսներ էին այն ժամանակ, հիմա ինչ ավտոբուսներ են։ Այսինքն մենք ինտենսիվ այգեգործությունը քանի հեկտար ենք մենք 4600 հեկտար վերջին 5 տարում 4600 հեկտար ինտենսիվ այգի է հիմնադրվել եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք ընդհանուր կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում վերադարձի ծրագիրը 16 միլիոնների ծրագիրը մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիրը ընդ որում հիշեցնեմ նախկինում այդ ծրագրից օգտվում էին միայն գյուղաբնակ աշխատող մայրերը, գյուղում բնակվող, չէ, միայն աշխատող մայրերը, մենք դա բացեցինք բոլորի համար եւ աշխատողների համար նախկին գյուղում աշխատողների համար կրկնապատկեցինք եւ բոլոր մայրերը մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի աջակցության նպաստ են ստանում։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ամսական 50,000 դրամ այդ աջակցության ծրագիրը
եւ այլն եւ այսպես շարունակ։ Էլ չեմ ասում գյուղական վայրերում այսօր փողոցներ են սալիկապատվում կամ ասֆալտապատվում գյուղական բնակավայրերում, որ իրենց պատմության ընթացքում չի եղել մի հատ փողոց, որտեղ մարդիկ կանայք կոշիկով քայլելու հնարավորություն ունենան։ Պետք է կրկնակոշիկներով քայլեին, եթե առավել եւս եղանակը կրկնակոշիկը թարգմանաբար կալոշն է։ Այսինքն այդ ամեն ինչը այդքան է հայտա։ Եվ ես ուզում եմ, գիտեք ինչ, իմ ամենալավ նորությունը ինձ համար այն է, որ ասենք չասենք մարդիկ դա տեսնում են եւ մեզ մի ամսվա մարզային եւ Երևանյան այցելությունները դա թույլ տվեցին։ Այն տպավորությունը, որ այսքան սոցիալական ցանցում աղմուկ աղա կարին, բոլոր հնարավոր քարոզչական բաներով մեր դեմ աշխատում են, էֆեկտը եթե 0-ից չի, առնվազն սպասված էֆեկտը ոչ միայն չի ստացվել, այլև այդ միսիան գլխովին ձախողված է։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հենց իմ ասելու նպատակը այն է, որ տեսեք միայն երկու ծրագիր նշեցիք՝ 70 միլիարդ եկամտարկի վերադարձի եւ Արցախի փախստականների օգնության 140 միլիարդ, երկու ծրագրով կես միլիարդ դոլարից ավել աջակցություն է ցույց տվել, միայն երկու ծրագրով։ Չասած այդ մնացած 16 միլիոներ եւ այլ անընդհատ։ Այսինքն դա հսկայական թիվ է կազմում եւ հաճախ որ դիպլոմատիրները ասում են ինչ եղան այս վարկային միջոցները, ինչ եղան այս գումարները եւ այլն, մենք համակարգված պատասխաններ ունենք շատ լուրջ։ Եվ ես ցանկանամ, որ մենք նաեւ մեր ժողովուրդը այո, դուք ճիշտ եք, որ տեսանելի է, նկատելի է եւ այդ հանդիպումներում ակնհայտ էր, որ ինչ խանդավառությամբ դիմավորում, կիսվում իրենց ապրումները եւ իրենց նաեւ կատարած իրենց հաջողության պատմություններն էին ներկայացնում, բայց այնուամենայնիվ այդ աշխատանքը հասարակականությունը եւ նաեւ մեր թվային ոլորտային դուք ճիշտ նշեցիք ըստ ոլորտների թվային աշխատանքը, տնային աշխատանք պետք է կատարենք եւ ներկայացնենք, որպեսզի նաեւ հետեւություն անենք, որ ուղղությամբ զարգացնենք եւ որ ուղղությամբ շարունակենք այդ աշխատանքները։ Այս իմաստով կխնդրեի, որ առաջիկայում ներկայացվեր ըստ ոլորտների մեր ներդրումները եւ արդյունքները։ Շնորհակալություն։ Շատ կարևոր է, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ նույն 16 միլիոնի ծրագիրը մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որտեղ անկախությունից ի վեր մի հատիկ տուն չէր կառուցվել։ Այսօր ամբողջական թաղամասեր են ի հայտ գալիս։ Շնորհակալ եմ։